Դիանա Գրիգորյանի վերջին զանգ սերիալում ահա եւ իրականություն դարձավ այն ինչին երկար ժամանակ սպասում էինք. Հենրիի ու Անգելինայի հարսանիքը կայացավ։ Բոլորը սրտատրոփ հետևում էին արարողությանը, սպասելով, որ ինչ-որ պահի հանկած մի բան կխափանի այս միությունը։ Հատկապես Բեթիի նամակից հետո թվում էր, թե ճշմարտությունը կբացահայտվի հենց հարսանիքի օրը։ Բայց ինչպես ասում են, երբ սերն իրական է, ոչինչ չի կարող խանգարել դրան։ Հարսանյաց արարողությունն անցավ հարաբերական անդորի պայմաններում, թեև լարվածությունն օդում կախված էր։ Միքայելը հարսանիքի ողջ ընթացքում լուր հետևում էր ընթացքին մի կողմից հպարտ, մյուս կողմից խոր տագնապի մեջ, իսկ Վիկտորիայի սգավոր հայացքը ակամա փչացնում էր հարսանեկան լուսանկարների տրամադրությունը։ Բայց ինչ խոսք, ամենաերջանիկը Անգելինան էր։ Նրա սիրտը լի էր մաքուր, անփույթ հավատով, որ կյանքը վերջապես ժպտում է իրեն։ Բայց այսօր մենք ցանկանում ենք կիսվել մեկ այլ ուրախալի նորությամբ։ Շուտով մեր հերոսներին սպասվում է մեկ այլ ամուսնություն։ Այո, հաջորդը Յաննան եւ Հալալն են։ Բայց այս անգամ ամեն ինչ լինելու է առանց շքեղ հանդիսության, առանց փայլ ու շուկ, միայն սիրո եւ պարզության մեջ։ Երբ Հենրին եւ Անգելինան վերադառնան Մեղրամսից, 4-ով նրանք եւ Յաննան ու Հալալը մեկնելու են Գյումրի, հանգստի։ Եվ հենց այնտեղ միանգամայն անսպասելի ձևով Յաննան ու Հալալը որոշելու են ամուսնանալ։ Ու ամեն ինչ տեղի ունենալու նույնքան արագ, որքան նրանց որոշումը։ Յաննայի համար հարսանեկան զգեստ մի կերպ են գտելու, իսկ Հալալը ամուսնանալու է իր ամենօր հագուստով, հավատարիմ իր կերպարին։ Քավորն ու քավոր կինը լինելու են ոչ այլ ոք, քան Հենրին եւ Անգելինան։ Այս փոքր, պարզ, բայց սրտաշարժ արարողությունն ըստ ամենայնի ցույց է տալու, որ երջանկության համար շքեղություն պետք չէ։ Իսկ մինչ այդ սերիալով զուգահեռ մի պատմություն ընթանում է տղամարդկանց միայնության շուրջ։ Հենդոն, տխուր ու մռայլ, եւ Միքայելը, ով դեռ փորձում է հաղթահարել իր ներսի դատարկությունն ու տարիների ցավը, բայց ինչպես կյանքում հաճախ է պատահում, երբ ամենակիչն է սպասում, սիրտը սկսում է տաքանալ։ Միքայելը վերջապես որոշում է իր ճակատագիրը կապել իր որդու Դայակի հետ, այն կնոջով, որ այս ընթացքում համբերատար կանգնել էր նրա կողքին առանց ավելորդ խոսքերի։ Միքայելը համարձակվում է իրեն մեկ հնարավորություն տալ զգա, թե ինչ է նշանակում լինել սիրված, քանի որ իր խոսքերով ասած, Աննայի հետ 25 տարի ապրել է, բայց երբեք սիրված չի եղել։ Սա նոր սկիզբ է Միքայելի համար, բայց նաև նոր խաչմերուխ հույզերի ու հիշողությունների միջև։ Մի բան պարզ է. վերջին զանգը կրկին պատրաստվում է զարմացնել մեզ մարդկային հարաբերությունների անկանխատեսելի ոլորաններով, ուրախություններով, բայց նաև կոշտ, հուզիչ ճշմարտություններով։ Մնացեք մեզ հետ, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Բացի այդ, գրեք մեկնաբանություն, արդյոք ճիշտ է վարվում Միքայելը Դայակի հետ սիրային կապի մեջ մտնելով։ Առավոտյան արթնացել եմ 8-ին։ Գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման։ Առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել։ Եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Ուրեմն մենք հարսանիքի սեղանին նստած ենք, մամաս ասանք, ասաց սպաս ասանք է, համեմ բեր։ Ես գիշերվա կեսնի որտեղ եմ հավեմ ճարեմ, մեկը տեսնում եմ, այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ պատահել։ Պետք է ռեզինգ ցել, բայց տենց են, չէ՞ վաճառում։ Հարսանիքի սեղանից համեմ։ Շնորհակալություն Ռոբերտ։ Մի քիչ թարքուն տարեկան։ Դու խոշտի։ Շիկինոլայի մարքշուփ։ Գեղեցիկ անակնկալ, այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուշ։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ է։ Արա, անելիքդ արա, դու ինձ կներես, որ ես վիճակով դիմաց հետ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։
Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք, բայլով պիտի անեմ։ Ով։ Ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Էս ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված եւ ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան դիմաց։ Անգելինա մեջ անաչում է խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն վերց Անգելինա, դու ես Ռոզանա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով ուրախ ու ես այդ ամենից sense իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, հանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ դար Ֆրունզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդում ես իրանց տուն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Ուրեմն թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան, մեր պրոդյուսերի մոտ իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե ամբողջ ընթացքը երկար է ձգվում, մեկ-մեկ հոգնում եմ, մեկ-մեկ դժվար է, բայց այդ ամենին զուգահեռ ես շատ եմ սիրում իմ գործը։ Ամեն դժվարությանը զուգահեռ ես մեծ սիրով եմ գնում ու տանում։ Շատ են հարցերը իմ ու Լովի ընկերանալու հետ կապված, միասին աշխատելու հետ կապված, արդյոք հեշտ է թե ոչ։ Շատ լավ ենք ընկերացել, շատ։ Իրականում ես դպրոցական տարիներից ի վեր միշտ ավելի հեշտ շփվել եմ տղաների հետ եւ ոչ աղջիկների։ Շատ դժվար է աղջիկների հետ, շատ, որովհետեւ աղջիկները միշտ կոնկուրենցիայի մեջ են, միշտ պայքարի մեջ են, ավելի հեշտ եմ ընկերանում տղաների հետ։ Դպրոցում էլ ես միշտ իմ շրջապատը ասենց պայքայինք, բայց ես տղաների հետ ավելի մտերիմ եի, ավելի ջերմ էի, իրանք ինձ քրոջ նման էին ընդունում։ Լևոնի հետ շատ հեշտ մտերմացանք, իր բնավորությունն էլ շատ լավն է, իմ բնավորությանը մոտ է, միասին շատ լավ ենք իրար հասկանում, աշխատում,